տեսա, որ վարչապետության հայտ ներկայացրած կամ Հայաստանում իշխանության հասնելու հայտ ներկայացրած տեխնացուներից մեկը, ով Հայաստանի, Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն ունի, հայտարարել է, որ եթե իրենց չընտրենք, ապա մի 10 տարի հետո կարող եք արթնանալ ու պարզել, որ մեր երկրում նամազ են անում։ Սիրելի ժողովուրդ, այս մարդը երևի իր ռուսական և հայկական հայրենիք լինելու տեղերը շփոթել է, որովհետև բոլոր Կուրբան Բայրամի օրերին Մոսկվայի փողոցներում միլիոնավոր մուսուլմաններ նամազ են անում ու ցանկացած ռուս այդ օրը արթնանալով երբ տեսնում է այդքան իսլամադավան իրենց փողոցներում մտքում վախ ունի, որ 10 տարի հետո արթնանալու է, չիկա Հայաստանը ապագա ունի, Հայաստանը նույնիսկ իսլամական հանրապետություն Իրանում հայերն ապրելով իսլամադար չեն դարել, իսլամ չեն ընդունել։ Ադրբեջանցիների Հայաստան գալու մասին խոսակցությունը ամբողջական հորինված է ռուս ժողովրդի, ռուսական քարոզչության, ներքին սեփական վախերի դրսևորումն է, որը իրենց երկրում աշխատել է, հիմա փորձում է դա տեղափոխել այս դաշտ։ Սիրելի ժողովուրդ, ձեզ ասեմ, որ Լեռնային Ղարաբաղում այսօրվա եղած իրավիճակում հանգիստ կարող է մինիմումը 300,000 մարդ ապրել ու այդ մարդկանց, որոնց Ադրբեջանի նախագահականչումը Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ լգոտներ է տալիս։ Միայն Ստեփանակերտում կարող է առանց պրոբլեմի, բարեկեցիկ պայմաններով, քաղաքում եղած հնարավորություններով մինչև 50,000 մարդ ապրել։ Այսօրվա դրությամբ 5 տարի անցել պատերազմից, Բաքվից ու հարակից շրջաններից ընդամենը 45,000 ադրբեջանցի է հետ եկել Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այդ 300,000 ադրբեջանցիների հետ վերադառնալը միֆ է, ժողովուրդ ջան, հորինված սուտ։ Հիմա եթե Հայաստանում ասեն, որ Ադրբեջանի իշխանությունները գրկապած աղ ու հացով սպասում են Սումգայիթի և Բաքվի հայերին, եկեք ու ձեզ լգոտներ են տրամադրելու, բայց դուք ադրբեջանական ազնագիր եք ունենալու, Ադրբեջանի ոստիկանի հետ եք շփվելու, ձեր զավակները Ադրբեջանի բանակ են գնալու։ Որևէ մեկ մի ընտանիք Բաքվից կամ Սումգայիթից արտագաղթած հետ կվերադառնա, իհարկե ոչ։ Ադրբեջանցիները անգամ Լեռնային Ղարաբաղի այդ տարածքները, որտեղ իրենց համար նոր բնակարաններ են սարքել, հետ չեն վերադառնում։ Ինչ Հայաստան հետ վերադառնալ։ Այս միֆ է, ու տխուրը գիտեք ինչումն է, որ Ռուսաստանը ոչ թե մեզ առաջարկներ է անում, ինչ անել, որ լավ ապրել, այնպես ինչպես Եվրոմիությունը, այնպես ինչպես Միացյալ Նահանգները, այլ Ռուսաստանը մեզ անընդհատ վախեցնում է։ Չարի վերջի աղվեսի նման, որ կացին ունեմ, կգամ կբերեմ, ծառդ կկտրեմ, անընդհատ էս է հետ ասածը։ Դուք տեսաք այստեղ Հայաստանում Եվրոպայի 8-րդ գագաթնաժողով եղավ։ Եվ այդ գագաթնաժողովն ինչ առաջարկներ արեցին մեզ, 2.4 միլիարդի Հայաստանի տնտեսության մեջ ներդնելու։ Օգոստոսի 8-ին երկկողմանի փաստաթուղթ ստորագրվեց Միացյալ Նահանգների հետ, որտեղ առաջին կետում գրվում է, որ Հայաստանում պիտի արտադրվի կիսահաղորդիչներ։ Աշխարհում ընդամենը 5 երկիր է կիսահաղորդիչ արտադրում, ժողովուրդ, եթե Հայաստանում կիսահաղորդիչներ արտադրեն, Հայաստանի տնտեսական աճը լինելու է թռիչքային։ Սիրելի ժողովուրդ, մենք համարում ենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անվտանգության երաշխավորը հայ ժողովուրդն է և Հայաստանի Հանրապետության բանակը։ Մենք համարում ենք, որ մենք ինքներս կարող ենք հզորացնել մեր բանակը և պաշտպանել մեր երկրի սահմանները։ Մենք համարում ենք, որ մեր երկիրը լի է բնական հարստություններով, որ Աստված մեզ չի նեղացրել, որ մեր սարերում ոսկի կա, պղինձ, արծաթ, մոլիբդեն, որ մեր ջրերը անսահման են և մեր հարևան տարածքները դրա կարիքն ունեն, որ մենք գիտական ահռելի պոտենցիալ ունենք, որը ցավոք սրտի այսօր ներգրաված չէ, ու մենք ազգային ժողով գնում ենք օրինագծերով, որ փորձենք այս ամեն ինչը համախմբելով, ընդհանուր բովանդակություն տալով, Հայաստանի Հանրապետության բյուջեն բազմապատկենք, կրկնապատկենք, եռապատկենք, վստահաբար ասում ենք ձեզ, որ մեր տնտեսական ծրագրերը իրականություն դարձնելու պարագայում 5 տարում Հայաստանի Հանրապետության բյուջեն կարող է հասնել 45 միլիարդի։ Դա 2 անգամ ավելին է Ադրբեջանի բյուջեից։ Եվ միայն այդ դեպքում է, որ Ադրբեջանի նախագահը մեր հետ չի խոսի անկլավներից։ Միայն այդ դեպքում է, որ հայ զինվորը Հայաստանի սահմանները կարող է ինքնուրույն պաշտպանել և մեր հետ նախապայմանների լեզվով խաղաղություն կնքելու առումով չեն խոսի։ Սիրելի ժողովուրդ, հետևաբար հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամասեր և 19 քվեատերտիկների միջից ընտրեք համար 11-ին։ Եվ մենք վստահեցնում ենք ձեզ,
որ ամեն ինչ կանեք, որ ձեր քվեարկությունը իրական ուժ դառնա հայ զինվորի ձեռքին, իրական ուժ դառնա հայ շինականի ձեռքին, իրական ուժ դառնա հայ արտադրողի ձեռքին։ Սիրելի ժողովուրդ, նաև մեր ազգային ժողովուրդ լինելը փոխելու է Հայաստանի քաղաքական դաշտի նկարագիրը, որովհետև դուք եք ազգային ժողովի տարիքից լսել եք առաջարկներ, ոչ թե հայոյանքներ, դուք եք ազգային ժողովի ամբիոնից լսել եք ծրագրեր, որոնց կարող եք կողմ լինել, կարող եք դեմ լինել, բայց ձեր տանը քննարկելու եք, որովհետև չեք լսելու այն նույն հայոյանքը, ինչ ես 5 տարի լսել եք, որովհետև ազգային ժողովում ներկայացված կուսակցություններ իրար մեղադրում են հողատվության, չգիտեմ, դավաճանության մեջ, որ օրը մեջ են, հեղաշրջման ու իմպիչմենտի փորձեր են փորձում կազմակերպել։ Մենք, սիրելի ժողովուրդ, գնում ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողով աշխատելու։ Մենք գնում ենք այդ ազգային ժողովում ծույլ ոչինչ շանող, միայն իշխանափոխությունից ու հայոյանքներով խոսող ընդդիմությանը փոխարինելու։ Եվ լրիվ անկեղծ խոստովանում եք ձեզ, սիրելի ժողովուրդ, որ եթե խնդիր առաջանա կոալիցիա կազմելու այդ ազգային ժողովում, որպեսզի թույլ չտրվի, որ ռուսահապատակ ուժերը հետ վերադառնան ու իշխանություն վերցնեն ու Հայաստանը տանեն ռուս-բելարուսական միություն, մենք միանշանակ, այդպես ինչպես Երևանում կոալիցիա կազմեցինք, Էստեն էլ ազգային ժողովում կոալիցիա է կազմելու։ Իմիջայլոց ասեմ, որ միայն մեր կուսակցությունն է, որ կոալիցիաներից խոսում է եւ ասում է, որ կոալիցիայի մաս կկազմի։ Կոալիցիաները լավ բան են, վատ է, երբ որ 50+1 է, չնայած քաղաքացիական պայմանագիրը ես տեսնում եմ, որ արդեն 50+1 հավաքած ունի, բայց ասում եմ, լավ կոալիցիաներն է, որովհետև երբ որ 50+1 վերահսկելի չեն, երբ որ 50+1 բերում են ինչ օրենք ուզում են ու սեղմողի պակաս չկա, իսկ երբ որ կոալիցիա է, կա ընդհանուր բանավեճ, կա ժողովրդի շահից բխող օրենքների բերեն։ Սիրելի ժողովուրդ, քվեարկեք մեր օգտին եւ միանշանակ չեք զղջալ։ Լավ որ ձեզ եւ կներեք որ Սիրելի ժողովուրդ, մեր ժողովրդի հիմնական հուզող հարցը այս ամբողջ քարոզարշավի ընթացքում ինչքանով որ մենք շփվել ենք, եղել է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, խաղաղության հարատևությունը։ Մարդկանց հետաքրքրում է թե արդյոք երկար կտևի այս խաղաղությունը։ Եթե հիշում եք օգոստոսի 8-ի Երակոմ ստորագրված կամ նախաստորագրված փաստաթղթից հետո Փարքասո եւ Սատանայի ականջախուլ Հայաստանի Հանրապետության սահմաններում չի կրակվել, հայ զինվոր, հայ սպա չի վիրավորվել հակառակորդի կրակոցից։ Այս ժամանակամիջոցը ճիշտ օգտագործել է պետք ըսպես այս խաղաղության ընթացքում երկրի տնտեսությունը դրա ունեցած հնարավորությունները ամբողջացնելու եւ մեր բանակը սպառազինելու համար։ Սիրելի ժողովուրդ, ցանկացած պետության անկախություն եւ ինքնիշխանություն պաշտպանում է սեփական երկրի պետության տնտեսությունը եւ սեփական երկրի բանակը։ Որևէ երկիր մեզ գումար չի տալու մեր բանակը սպառազինելու համար։ Մեր բանակը պիտի սպառազինենք մենք ինքներս, պիտի սպառազինենք մեր հնարավորություններով, մեր ունեցած պոտենցիալով։ Ժողովուրդ ջան, Աստված մեզ չի նեղացրել։ Մեր լեռները լի են բնական հանածոներով, բղից, արծաթ, ոսկի, մոլիբդեն, մեր սահարելում մեծ քանակությամբ ծնհալի եւ աղբյուրների ջրեր կան, որի պակասն ունեն մեր հարևան երկրները։ Մենք ունենք մարդկային ու գիտական ահռելի պոտենցիալ, որոնք ցավոք սրտի այսօր դուրս են մնացել այդ գործընթացներում ճիշտ գործունեություն ծավալելու ընթացքներից։ Մենք մեր ունեցած սեփականությունը տվել ենք օտարին, օտարն էլ շահագործում է օտարի նման ոչ ամբողջությամբ։ Մենք ազգային ժողովում ներկայացնելու ենք ծրագրեր, որոնք մեր ունեցած իրական հակաուկային ռեսուրսները պիտի փորձենք օգտագործել ամբողջությամբ հայ մարդի մտքի, հայ գիտական մտքի օգտագործման։ Սիրելի ժողովուրդ, մենք համոզված ենք, որ մեր ծրագրերը իրականություն դառնալու պարագայում 5 տարում կարող ենք Հայաստանի Հանրապետության բյուջեն հասցնել մինչև 45 միլիարդի։ Ասեմ, որ 45 միլիարդը Ադրբեջանի բյուջեի կրկնապատիկն է։ Եվ վստահաբար ասում եմ ձեզ, որ միայն այդ դեպքում է, որ Ադրբեջանի նախագահը չի խոսի անկլավներից, բայց խաղաղության փաստաթուղթ ստորագրելու համար չի առաջարկի սահմանադրությունում փոփոխություններ անել։ Սիրելի ժողովուրդ, մենք գնում ենք ազգային ժողով աշխատելու, գնում ենք այս ազգային ժողովում ոչինչ չանող, անդադ իշխանությունից բողոքող, անդադ իշխանափոխության առաջարկող, իմպիչմենտ առաջարկող ու միայն աշխատավարձ ստացող ընդդիմությանը փոխարինելու։ Սիրելի ժողովուրդ, մենք նաև անկեղծ խոստովանում ենք ձեզ, որ եթե նույն ազգային ժողովում խնդիր առաջանա կոալիցիա կազմելու, ապա մենք ինչպես Երևան քաղաքում,
այնպես էլ Երևան, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում Երևանի օրինակով կոալիցիա կազմեն գործող իշխանության հետ, որպեսզի թույլ չտանք ռուսահապատակ ուժերին հետ վերադառնալ ու Հայաստանը տանել դեպի հինը, տանել դեպի ռուս-բելարուսական միություն։ Մենք այս անկեղծ խոստովանում ենք ձեզ եւ մենք միակ կուսակցությունն ենք, որ չենք վախենում կոալիցիաներից խոսել, որ գտնում ենք կոալիցիաների ձևավորումը, որ գտնում ենք, որ կոալիցիաների ձևավորումը պետության կառավարման լավագույն մոդելն է, որի միջոցով, որի դեպքում շահում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Շնորհակալություն ձեզ սիրելի դավիթաշենցիներ, նորից խնդրում ու հորդորում եմ ձեզ հունիսի 7-ին անպայման գնալ ընտրատեղամասեր, եղած 19 քվեատերտիկների միջից ընտրել թիվ 11-ին եւ քվեարկել Հանրապետություն կուսակցության օգտին։ Լավ օր ձեզ եւ կներեք, որ խանգարեցիք ձեր